Ողջույն, ձեր հետ այսպերքն է։ Շատեր Աստվածաշունչը ընկալում են որպես երկակից եկած գիրք, կարծես այն գրվել է Աստծո թելադրանքով, անմիջապես, մեկ հեղինակի կողմից, եւ ճշմարտությունը փոխանցում է ժամանակից դուրս։ Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի արձակ էր։ Աստվածաշունչը իր դարաշրջանի արդյունք է, ստեղծված մարդկանց կողմից, որոշակի նպատակներով, որոշակի պատմական պայմաններում։ Եվ եթե մենք ուզում ենք իսկապես հասկանալ, թե ինչ են այս տեքստերը եւ ինչու են դրանք դերևս ազդում հասարակության վրա, կարևոր է դրանք դիտարկել ոչ թե որպես սրբազան, այլ որպես պատմական փաստաթղթեր։ Այս տեսանյութում մենք կվելուծենք, թե ով է գրել Աստվածաշունչը, ինչու է այն գրվել, ինչ է թաքնված կրոնական լեգենդների հետևում եւ ինչպես են սովորական, սոցիալական եւ քաղաքական հանգամանքները ձևավորել այս տեքստերը։ Մենք Աստվածաշնչի կանդրադառնանք այնպես, ինչպես հնագետը նայում է հին ծրագրին, առանց հավատքի, բայց հետաքրությամբ եւ պատմական համատեքստի հասկացողությամբ։ Սա հավատացյալների զգացմունքների վրա հարձակում չէ, այլ փորձ է ցույց տալու, որ հավերժական հայտնության պատկերի հետևում հաճախ թաքնված է սովորական մարդկային գործունեություն, իշխանության գաղափարախոսության պատմության վերաշահադրման համար պայքար։ Եվ միայն այս տեքստերի ծագման եղանակը հասկանալով կարող եք իսկապես հասկանալ, թե ինչ են դրանք։ Բաժանորդագրվեք այսպես գալիքին եւ մենք սկսում ենք։ Աստվածաշունչը մեկ գիրք չէ, այլ տարբեր տեքստերի ժողովածու։ Երբ լսում ենք Աստվածաշունչ բառը, հեշտ է պատկերացնել մեկ մարդու կողմից սկզբից մինչև վերջ գրված մեկ գիրք, ինչպես վեպը կամ հուշագրությունը։ Բայց իրականում դա բազմաթիվ տեքստերի ժողովածու է, որը ստեղծվել է տարբեր մարդկանց կողմից, տարբեր դարաշրջաններում, տարբեր տարածքներում եւ տարբեր պատճառներով։ 5 տակաանը կամ հրեաների շրջանում Թանախը սկսվել է ձևավորվել մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում եւ լրացվել է մինչև մեր թվարկությունից առաջ առաջին դարը։ Նոր կտականը գրվել է մեր թվարկության առաջինից 2-րդ դարերում։ Աստվածաշնչի առաջին գրքերի միջև դարերի տարբերություն կա։ Ոչ տեքստեր պոեզիայի, մյուսներ օրենքներ, մյուսները տարեգրություններ, աղակներ, նամակներ, փիլիսոփայական դիսկուրսներ։ Դրանք միավորվում են ոչ թե ոճով կամ հեղինակով, այլ անով, որ որոշակի պահի դրանք ճանաչվել են որպես սուրբ։ Բայց նույնիսկ այսպես կոչված աստվածային հեղինակների միջև եղել են անհամաձայնություններ, վեճեր, տարբեր գաղափարախոսական դիրքորոշումներ։ Որոշ տեքստեր ուղղակիորեն հակասում են միմյանց, քանի որ դրանք ստեղծվել են հասարակության տարբեր շերտերի կողմից, քահանաներ, պաշտոնյաներ, թագավորական տարեգրողներ, մարգարեներ։ Կային ժամանակներ, երբ պատմությունների որոշ տարբերակներ վերաշահադրվում կամ փոխարինվում են ուրիշներով, կախված դրանից, թե ով է իշխանության գլուխ։ Կարևոր հասկանալ, չկար որևէ հեղինակային կամք, ոչ մի երկակից թելադրանք։ Կային մարդիկ ապրում են որոշակի միջավայրում իրենց սեփական վախերով, հույսերով, քաղաքական խնդիրներով եւ գաղափարախոսությամբ։ Եվ այն, ինչ մենք այսօր կարդում ենք որպես Աստծո խոսք, մարդկային պատմության հետևանք է, այլ ոչ թե գեբտական միջամտության։ Մինչ առաջանցնելը եկեք պատասխանենք այս հարցին. ովքեր են իրականում գրել նոր կտակարանը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Ինչու է գրվել Աստվածաշունչը։ Իշխանություն, գաղափարախոսություն եւ մտքերի համար պայքար։ Աստվածաշնչյա տեքստերը պարզապես չեն առաջացել հոգևոր որոնումներից։ Դրանք ունեն որոշակի նպատակներ եւ խնդիրներ, որ կապված են այն հասարակության հետ, որտեղ դրանք ստեղծվել են։ Մարդիկ գրել են այս տեքստերը ոչ թե այն պատճառով, որ հանկարծակի ստացել են հայտնություն, այլ որովհետև դա անհրաժեշտ էր կարգուկանոնը անապատելու, իշխանություն արդարացնելու եւ ցանկվածների մտածողությունը ուղղորդելու համար։ Վերցնենք օրինակ Դավիթ թագավորի պատմությունը։ Այն պարզապես չի պատմում հերոսի մասին, այն օրինականացնում է դինաստիան, ցույց է տալիս, որ թագավորը ընտրվել է Աստծո կողմից, ուստի պետք է հնազանդվել։ Այս առասպելը ծառայում էին պետական գաղափարախոսության անապատմանը։ Կամ ասենք երկրորդ օրինաց գիրքը։ Այն հայտնվել է Հովսեա թագավորի օրոք, երբ Հրեաստանում կրոնական բարեփոխումներն իրականացվում։ Պաշտամունքի կենտրոնում օտար ծեսերի ոչնչացնում, Երուսաղեմի տաճարի աստեցության անապատում, եւ հանկարծ գտնվում է օրենքների 5 գիրք։ Հարմար, այնպես չէ՞։ Շատ բնորոշ օրինակ է, թե ինչպես է տեքստերը օգտագործվել որպես քաղաքական գործիք։ Կա նաև այսպես կրոնական հաստատություն ներսում գտնվելու խմբերի միջև։ Օրինակ 5 կտակարանի տարբեր մասերում Աստծո համար կան տարբեր անուններ, երբեմն Յահվե, երբեմն Էլոհիմ։ Սա պատահականություն չէ, այլ տարբեր քահանայական դպրոցների տարբեր ժամանակներում հաղթանակի արդյունք։
Երբեմն այս տարբերակները միահյուսվել են, այստեղից էլ հակասությունները նույն սյուժեում։ Այսպիսով աստվածաշունչը աստվածային թելադրանքի արդյունք չէ, այլ հասարակական կյանքի հայելին։ Սա տեքստեր են, որոնք ստեղծվել են իշխանության համար պայքարի, գաղափարական ճնշման և հասարակական կազմակերպման համատեքստում։ Եվ հենց որ մենք հեռացնում ենք այս տեքստերից միստիկան, աուրան, պարզ է դառնում։ Դրանք գրվել են մարդկանց կողմից, մարդկանց համար, բայց ոչ թե հավերժական դրդապատճառներով, այլ շատ երկրային շահերից ելնելով։ Այն մշակույթներից փոխհատուցություններ և ազդեցություններ։ Աստվածաշունչը չի հայտնվել վակուումում։ Հաճախ կարելի է լսել, որ աստվածաշունչը եսակի գիրք է, ի տարբերություն որևէ այլ բանի, բայց եթե դրան նայենք պատմաբանի աչքերով, բաց կդառնա աստվածաշնչյան տեքստերը ծագել են հին արևելքի ընդհանուր մշակութային ֆոնից։ Դրանք ոչ միայն եզակի չեն, այլև մեծ մասամբ փոխանցված են ավելի վաղ կրոնական և դիցաբանական ավանդույթներից։ Օրինակ, մեկ ջրհեղեղի պատմությունը, տապանով, ընտրյալ հերոսով, կենդանիներով ու աստվածների զայրույթով գոյություն է ունեցել աստվածաշնչյան տարբերակից շատ առաջ։ Այն նկարագրված էր Գիլգամեշի շումերական էպոսում, որը հազարավոր տարվա պատմություն ունի։ Տարբերությունը միայն մանրամասների մեջ է։ Մովսեսի օրենքը շատ առումներով նման են Համուրաբիի օրենսգրքին, Հնգամատյանից մի քանի դար առաջ ստեղծված բաբելոնական օրենսգրքին։ Նմանությունները պատիժների կառուցվածքի աչքի դիմաց կարճ սկզբունքի մեջ են։ Արարչության առասպելը ինքնին նույնպես ունի զուգահեռներ։ Բաբելական Էնումա Իլիշ պոեմը պատմում է, թե ինչպես է Մարդուկ աստվածը կարգուկանոն ստեղծել քաոսից։ Նույնիսկ Խավարի և լույսի բաժանման արարչագործության օրերի գաղափարը այս ամենը արդեն իսկ առկա է շրջակա մշակույթներում։ Հենց այս պատճառով, որ Հուդայի և Իսրայելի հրեական ցեղերը ապրում էին այլ հին ժողովուրդների, շումերների, բաբելոնցիների, եգիպտացիների, պարսիկների հետ, նրանք յուրացրել են գաղափարներ, առասպելներ և պատմողական ոճեր։ Եվ հետո նրանք վերամշակել էին դրանք, համապատասխանեցնելով իրենց կարիքներին, երբեմն պարզեցրել, երբեմն վերանայել, բայց արմատները մնացել էին։ Կարևոր է հասկանալ, աստվածաշնչյան պատմությունը ոչ թե ոչ մի տեղից հայտարարություններ են, այլ պատմական մշակութային գործընթացի մի մաս։ Դրանք գրող մարդիկ մեկուսացված չէին։ Նրանք փոխարել, հարմարեցրել և վերապատմել են այն, ինչ արդեն հայտնի էր։ Սա տեքստերը չի դարձնում վատ, բայց ոչնչացնում է դրանց եզակիության և երկնային ծագման առասպելը։ Խմբագրում, վերաշարադրում և կանոնականացում, ինչպես է աստվածաշունչը դարձել սրբազան։ Եթե աստվածաշունչն իրոք գրված լիներ միանգամից սկզբից մինչև վերջ, մենք ունենայինք մեկ բնօրինակ, մեկ տեքստ, մեկ տարբերակ։ Սակայն դա այդպես չէ։ Աստվածաշունչը վերաշարադրվել, խմբագրվել, լրացվել և ընտրվել է, այս ամենը տեղի ունեցել դարերի ընթացքում։ Այսօր աստվածաշնչի մաս կազմող գրքերից շատերն անցել են խմբագիրների և գրագիրների ձեռքով։ Որոշ տեքստեր միավորվել են, օրինակ Հնգամատյանի տարբեր տարբերակները, որտեղ մեկ պատմության մեջ կարելի է տեսնել երկու պատմողական տրամաբանություն։ Մյուսները հանվել են, քանի որ հակասում են նոր գաղափարախոսությանը կամ չեն համապատասխանում պահի քաղաքական գծին։ Վճռորոշ փուլը այն էր, ինչ մենք այժմ անվանում ենք կանոնականացում։ Սա հակարդարթային իրադարձություն չէր։ Հերթաքաղաքը պայքար այն մասին, թե որ գրքեր են համարվում սրբազան, տևել է դարեր։ Որոշ գրքեր ներառվել են, մյուսները մերժվել։ Կան նաև այսպես կոչված ապոկրիֆները, որոնք մի ժամանակ համարվում են կարևոր, բայց հետագայում հայտարարվել են կեղծ։ Ինչ-որ պահի մարդկանց մի խումբ, ոչ թե աստվածներ, ոչ թե մարգարեներ, այլ սովորական կրոնական առաջնորդներ որոշում կայացրին։ Սա է աստվածաշունչը, իսկ մնացածը ոչ։ Տեքստերը հետագա գրքի խմբագրվեցին, թարգմանվեցին, երբեմն սխալներով կամ դիտավորյալ աղավաղումներով, ապա վերամեկնաբանվեցին յուրաքանչյուր դարում։ Մենք գործ չունենք աստվածային ֆիքսված բառի հետ, այլ պատմականորեն փոփոխվող տեքստերի ամբողջության հետ, որոնք արտացոլում են տեսակետների և շահերի պայքարը։ Այսպիսով, եւ ինչ-որ մեկն ասում է, որ աստվածաշունչը հավերժական ճշմարտություն է, արժե հարցնել. Ինչ տարբերակի մասին է խոսքը, ով է այն կազմել, ինչն է բացատրվել, ինչ շահեր է թաքնված այս ընտրության հետևում։ Եվ մենք հասկանում ենք, որ սուրբ տեքստի պատկերի հետևում թաքնված է սովորական մարդկային պատմությունը, իր զորությամբ, վախերով, հակամարտություններով և փոխզիջումներով, ապա աստվածաշունչը դադարում է լինել ինչ-որ խորհրդավոր բան և դառնում է այն, ինչ իրականում կա, պատմական փաստաթուղթ, որ արտացոլում է իր ժամանակի նյութական պայմանները։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն կիսվեք այն ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։